Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է օնկոպտղաբերությանը։ Ինչ է սա նշանակում։ Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք կարող են ունենալ չարորակ նորագոյացություններ, կանայք թե տղամարդիկ, եւ այնուհետեւ ունենալ առողջ երեխաներ։ Շատ կարևոր թեմա, որը կարևոր է քննարկել, կարևոր է բացահայտել եւ ամենակարևորը սովորեցնել ճիշտ մոտեցումները։ Այս ամենի մասին կիմանանք տեսանյութից հետո, երբ կզրուցենք մասնագետի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի զեկույցի համաձայն մոլորակի ամեն 5-րդ բնակչի մոտ վաղ թե ուշ քաղցկեղ է ախտորոշվում։ Այս ցուցանիշը ոչ միայն քաղցկեղի դեպքերի աճի, այլև վաղ ախտորոշման մասին է վկայում։ Քաղցկեղը նաև երիտասարդանում է, վտանգելով առաջինը կնոջ եւ տղամարդու վերարտադրողական առողջությունը։ 1990 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 1.82 միլիոն քաղցկեղի դեպք, մինչև 50 տարեկանների մոտ, որն ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումների երիտասարդ եւ միջին տարիքն է։ 2019-ին մինչև 50 տարեկանների մոտ քաղցկեղի դեպքերը հասել են 3.26 միլիոնի։ Չարորակ ուռուցքների երիտասարդացումը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, քանի որ հետագայում կարող է ազդել ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Ամեն տարի 1.27%-ով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնց մոտ հայտնաբերվում է հենց վերարտադրողական համակարգի օրգանների քաղցկեղ։ Այս մասին են վկայում առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները։ Երկարատև քիմիաթերապիաներից եւ լուսային թերապիաներից հետո մարդիկ բուժվում են, բայց կարող են այլևս երեխա չունենալ։ Քաղցկեղի բուժումից հետո վերարտադրողական առողջությունը պահպանելու համար ժամանակակից բժշկություն առաջարկում է կրիոկոնսերվացիա, ձվաբջջի եւ սերմնաբջջի սառեցում։ Իսրայելում վերարտադրողական տարիքի բոլոր մարդկանց դեպքում քաղցկեղի բուժման կուրսից առաջ կատարում են գենետիկ նյութերի սառեցում, անկախ նրանից մարդը պլանավորում է հետագայում երեխա ունենալ, թե ոչ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ներկայացնեմ իմ այսօրվա առաջին հյուրին, պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Մարիամ Նահապետյան։ Դիմավորում։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Եվ այսպես մենք խոսում ենք օնկոպտղաբերության մասին եւ փորձենք բացահայտել, թե ովքեր են այն ապագա ծնողները, որոնք ունեն խնդիրներ։ Մեր բուժառուները այն երիտասարդ կանայք եւ տղամարդիկ են, ում մոտ ախտորոշվել է քաղցկեղ, սակայն նրանք չեն հասցրել դեռ երեխաներ ունենալ կամ դեռ ցանկանում են մոտ ապագայում երեխաներ ունենալ, այստեղ մենք ունենք խնդիր պահպանելու նրանց վերարտադրողական առողջությունը։ Քանի որ հասկանում ենք, որ քաղցկեղը եւ դրա բուժման հետևանքները ուղղակիորեն անդրադառնում են ծանր են նստում։ Այո, մարդու վերարտադրողական համակարգի վրա։ Ես որպես ուռուցքաբան գիտեմ հարցի մի կողմը, երբ բուժառուն առաջին հերթին մտածում է իր կյանքի մասին։ Այո։ Բուժառուն գալիս է ու երբ իմանում է, որ ունի չարորակ նորագոյացություն, բնական է առաջին հերթին մտածում է իր կյանքի մասին, իր առողջության մասին։ Բայց մենք պարտավոր ենք նրան հիշեցնել, որ տարիներ անց, երբ նա կհաղթարի հիվանդությունը, ամեն ինչ լավ կլինի ու կհիշի, որ ինքը կամ ընդհանրապես դեռ երեխա չուներ, կամ քիչ են երեխաներ էլի է ուզում, ու կպարզվի, որ այն բուժումը, որ մենք ենք անցկացրել, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, բերել է նրան, որ ինքը էլ չի կարող երեխա ունենալ։ Այսօր ի շնորհիվ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների նախքան բուժումը սկսելը, դա կլինի քիմիոթերապիա, կլինի ճառագայթային բուժում, թե կլինեն վիրահատական միջամտություններ, խորհուրդ է տրվում դիմել վերարտադրողաբանի, որպեսզի կատարվի կնոջ դեպքում ձվաբջիջների սառեցում, իսկ տղամարդու դեպքում սերմնաբջիջների սառեցում։ Իսկ եթե արդեն խոսքը գնում է ամուսնացած կնոջ կամ ամուսնացած տղամարդու մասին, մենք կարող ենք այդ դեպքում էմբրիոններ էլ սառեցնել։ Ոչ միայն այո, որը իհարկե ավելի արդյունավետ է, քան ձվաբջիջները կամ առանձին սերմնաբջիջներ սառեցնելը։ Տեսեք, կա երկու կետ, որին պետք է ուշադրություն դարձնենք։
Քաղցկեղը եւ հղիությունը դրանք անհամատեղելի են մեծամասամբ, որովհետեւ հղիության ժամանակ բարձրանում է ռիսկը կրկնության, մետաստազավորման, այսինքն եկավ օրինակի համար կրծքագեղձի քաղցկեղով կինը մենք ամենայն հավանականությամբ խորհուրդ ենք տալու գոնե մի 5 տարի երեխա չունենալ։ Այո։ Եվ պատկերացրեք օրինակ 35 տարեկան կին է եւ ասում ես դե հիմա արի գնանք բուժումներ եւ այլն եւ այլն եւ այլն 40 տարեկան է հաղթահարել է լավ է առողջությունը վերականգնվել է բայց այդ պահին շատ դժվար է երբ որ կինը ունի քաղցկեղ կամ դա արդեն արի մտածենք 5 տարի հետոյի մասին բայց պետք է կարողանալ համոզել այ օրինակ ո՞նց եք դուք համոզում ինչ եք ասում Շատ բարդ է այդ պահին պետք է նաև պացիենտի հոգեբանական վիճակն էլ հասկանալ, քանի որ նրա առջև հիմա շատ խնդիրներ են դրված։ Նա արդեն պայքարում է իր կյանքի համար։ Ուղղակի մեր պարտքն է դա նրան հիշեցնել, որ նա ունի իր վերարտադրողական առողջությունը պահպանելու խնդիր։ Իհարկե նա պետք է որոշի այդ հարցում, բայց միանշանակ մենք մանրամասն բացատրում ենք ինչ դժվարությունների, ինչ խնդիրների առաջ նա կարող է հետագայում կանգնել։ Լավ զրուցեցինք, հասկացավ, կինը ասում է լավ, շատ բարի, համաձայն եմ, բայց գիտեք, ինձ ասել են շտապ վիրահատություն, ինձ ասել են շտապ պետք է քիմիոթերապիան օր առաջ սկսել, իսկ հիմա ես ընկնեմ սկսեմ ձվաբջիջներ հանձնել, ինչքան ժամանակ է պահանջվելու բուժառույց։ Կախված դեպքից եւ քաղցկեղի տեսակից, հա, մենք կարող ենք շատ արագ կատարել ձվարների խթանում եւ 10-14 օրվա մեջ ֆունկցիան անել եւ սառեցնել։ Ժամանակին շատ ավելի երկար ժամանակ էր պահանջվում, այլ մեթոդներ էին։ Հիմա տեսեք, այն ամբողջ պատմությունը, տարիներ անց երեխաներ ունենալու հնարավորությունը ընդամենը 2 շաբաթ։ 2 շաբաթ հետո սովորաբար հիվանդները արդեն վերադառնում են ուռուցքաբանների մոտ իրենց բուժումը ստանալու։ Ուռուցքային հիվանդությունների պարագայում հավատացնում եմ ձեզ, 2 շաբաթը թեմա չի փոխելու։ Ոչինչ չի փոխվելու 2 շաբաթվա ընթացքում եւ հանգիստ կարելի է գնալ այդ գործողությունները անել։ Ինչ է իրենց ներկայացնում գործողությունը ինձ կպատմեք։ Ձվաբջիջները եւ սերմնաբջիջները պահվում են հեղուկ ազոտում, հատուկ պայմաններում -196 աստիճան Ցելսիուսում։ Կարելի է։ Իհարկե, սառեցումը կատարվում է ձվաբջիջների դեպքում արագ, դա կոչվում է վիտրիֆիկացիա։ Մոտ մի քանի վայրկյան է տևում, հա, որպեսզի խուսափենք սառցե բյուրեղիկների առաջացումից, որոնք վնասում են։ Ճիշտ եմ անում։ Ճիշտ եք անում։ Մի քանի Եթե վայրկյան։ ինչ-որ բան սխալ անեմ, կասեք։ Նույնը անում ենք ձվաբջիջների հետ։ Ձվաբջիջների, այո։ Լավ։ Հիմա այդպես սառեցնում է։ Ինձ ռեպրոդուկտոլոգ եմ հիմա Իսկ զգում։ հերիք է արդեն կարող ենք անել, այո։ Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ուզում ենք, չէ՞։ Ստացվեց։ Այո, ստացված։ Լրիվ բյուրեղացած սառեցված վիճակ է եւ գաղափարապես մենք կարող ենք իմ կարծիքով անգամ 1000 տարի պահել այդ ձվաբջիջները։ Եվ այն պահին, երբ որ կինը կարողանա, նա կարող է վերադառնալ, գալիս է ձեզ մոտ, ասում է ուր են ձվաբջիջներս, չէ՞։ Եվ մենք կատարում ենք արդեն հալեցում ձվաբջիջների, բեղմնավորում ենք անում։ Ես արդեն հալեցնում եմ, հակառակ process-ն է գնում։ Այո, բեղմնավորում ենք անում լաբորատոր պայմաններում եւ արդեն աճեցնում են սաղմեր, հետագայում արգանդի խորհուրդ տեղափոխելու նպատակով։ Իդեպ մի հարց։ Եթե ես վերցրել եմ օրինակ 35 տարեկան կնոջ ձվաբջիջը եւ 40 տարեկանում այդ կնոջը տեղադրում եմ կատարում։ Ես ինչ տարիքի համապատասխան սաղմիկ ունեմ։ 35 տարեկանի։ 35 տարեկանի։ Այսինքն մենք նաև խոսում ենք, չէ, որ տարիքի հետ տարբեր պաթոլոգիաների առաջացման հավանականությունը մեծանում է, բայց այդտեղ մենք պետք է հիշենք, որ մենք վերցրել ենք երիտասարդ կնոջ, բացի նրանից, որ մենք խուսափում ենք քիմիոթերապիայի վնասներից, մենք նաև վերցնում ենք տարիներ առաջվա երիտասարդ կնոջ ձվաբջիջներն ենք վերցնում եւ կարողանում ենք ստանալ շատ ավելի որակյալ սաղմիկներ։ Անկամ այդ կինը կարող է ոչ մի հիվանդություն չունենալ, բայց միևնույնն է 40 տարեկանում գար ու պարզվեր, որ կամ չունի, կամ վատ որակ է։ Իսկ այսպես պահպանվեց։ Այստեղ ամենակարևորը ինձ թվում է սրա մասին շատ խոսելն է, իմանալն է եւ այո, պացիենտները, բուժառուները, որոնք գալիս են ու այդ պահին խնդիր ունեն ապրելու,
լավանալու, այդ պահին իրենք իսկապես մտածում են ողջ կմնամ թե չեմ մնա, կհաղթահարեմ քաղցկեղը թե չէ, իրենց այնուամենայնիվ հիշեցնել, որ կյանքում կան շատ գեղեցիկ բաներ, դրանցից մեկը բալիկներն են, երեխաներն են եւ հիվանդություն, բայց պետք է նաեւ դրա մասին չմոռանալ։ Այո։ Մենք գիտենք, որ այս տարի Հայաստանում շատանում են պետական ծրագրերը, իրախություն բոլորիս։ Պտղաբերության, այո, պետպատվերի շրջանակներում շատ ծրագրեր կան, բայց օնկոպտղաբերությունը պետական աջակցություն ունի, թե ոչ։ Դեռ չունի, սակայն հույս ունենք, որ մոտ ապագայում դա էլ կլինի, կարծում եմ դա էլ մի օր կներգրավի պետական ծրագրում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրությունը ուղենք նաև այս ուղղության վրա, որ սա նույնպես բուժման մի մասն է եւ այո, չարորակ նորագույացություն ունեցող երիտասարդ կինը կամ տղամարդը անպայման նաև պետք է շանս ստանա հետագայում երեխա ունենալ։ Անպայման ես հուսով եմ, որ կներգրավի այս ամեն ինչը նաև պետական ծրագրերի մեջ եւ բոլոր մեր երիտասարդ իսկ քաղցկեղ գնալով ավելի ու ավելի երիտասարդանում է եւ երիտասարդ կանայք եւ տղամարդիկ, որոնք կունենան չարորակ նորագույացություններ, հնարավորություն կունենան։ Իմ հյուրը այսօր պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Մարիամ Նահապետյանն էր, մենք խոսում էինք օնկոպտղաբերության մասին։ Մնացեք մեզ հետ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Եվ այսպես, հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդում արդեն ծնողների դպրոցով եւ բնականաբար մեր հյուրը այստեղ պետք է լինի մանկաբույժ։ Եվ ոչ սովորական մանկաբույժ, այլ մանկական ռևմատոլոգ Սուսաննա Արուստամյանն է այսօր մեր տաղավարում, դիմավորում։ Ողջույն Ռեժկոյի։ Մենք ընտրել ենք մի շատ հետաքրքիր թեմա՝ աճման ցավեր։ Փորձենք հասկանանք իրականում կան այդ աճման ցավերը, թե դա հեքիաթ է։ Եթե կան, ապա որ տարիքի երեխաներն են, որ հատվածի ցավերն են, որ ցավերն են վերջապես, որոնց պարագայում մենք կարող ենք չանհանգստանալ եւ մտածել, որ մեր բալիկը պարզապես մեծանում է եւ որ դեպքում մենք պետք է վազենք բժշկի մոտ, երեխայի մոտ լուրջ ցավեր կան։ Աճման ցավերը առաջանում են մոտ 3 տարեկանում, որոշակի տարիքին զուգահեռ այս գանգատները ավելի հաճախ են առաջանում, ապա աստիճանաբար նվազելով կարող են դադարել 10-ից 12 տարեկան հասակում։ Աճման ցավերի ժամանակ բնորոշ է ցավը ծկան հոդերի, ծնկափոսերի, սրունքների առաջային կամ հետին հատվածների, ոտնաթաթերի շրջանում, երբեմն կարող է լինել նաև ցավ ազդրերի կամ վերին վերջույթների շրջանում։ Ինչն է ցավի պատճառը։ Ցավի պատճառը վերջնականապես պարզված չէ, ենթադրվում է մի քանի գործոնների զուգակցում, որոնցից են ցավային ցածր շեմը, բիոմեխանիկական անոմալիաներ, դրանք կլինեն հարթաթաթությունը, գերշարժուն հոդերը, գերակտիվությունը երեխայի, այսինքն մկանների գերօգտագործումը, մայրական գերհոգատարությունը, հոգեբանական որոշակի խնդիրներ եւ վիտամին D-ի անբավարարությունը։ Այսինքն մեծանալու, զարգանալու, այսպես նորմալ ֆիզիոլոգիական process-ի հետ չէ, որ մենք գործ ունենք, մենք խոսում ենք ախտաբանական խնդրի մասին։ Նորմալ ֆիզիոլոգիական process չի, բայց այն հիվանդություն չի։ Ահա, արդյոք սա հանդիպում է բոլոր երեխաների մոտ։ Ոչ բոլոր երեխաների մոտ է լինում, անգամ ընտանիքի մի երեխայի մոտ կարող է հանդիպել, մյուսի մոտ չէ։ Այն նկարագրեք այդ երեխային։ Չգիտեմ, 3-ից ասացիք 10-12 տարեկան, վերցրեք 4-5 տարեկան արդեն երեխա է, որը պարզ կարողանում է իր միտքը ձևակերպել, մամային, հայրիկին պատմել, ինչ է պատմում այս երեխան։ Երեխաները հիմնականում ցավ են ունենում երեկոյան ժամերին, մինչև քնելը, եւ գիշերը քնի առաջին կեսում։ Եթե փորձենք ցավը ըստ 10 բալանոց համակարգի նկարագրենք, ձեր կարծիքով սա ինտենսիվ ցավեր են, թույլ ցավեր են, անհանգստացնող են, մոտավորապես կնկարագրեք այդ ցավը։ Ցավը տարբեր երեխաների մոտ տարբեր ուժգնությամբ է լինում եւ մի երեխայի մոտ կարող է 1-2 րոպե հետո անցնել եւ երեխան հանգիստ քնել, մյուսի մոտ մինչեւ 1-2 ժամ տևել եւ անգամ երեխաներ կան, որոնք գիշերը մի քանի անգամ են արթնանում գիշերային ցավերի պատճառով։ Բայց ամենակարևորը պետք է հիշել, որ երեխաները առավոտյան ժամին երբեք չպետք է ունենան ցավ։ Աճման ցավերին բնորոշ չէ առավոտյան ցավը։ Այսինքն, եթե առավոտյան երեխան արթնացավ ու ասեց, որ ցավ ունի, մենք միանգամից բացառում ենք աճման ցավը, փորձում ենք ցավի այլ պատճառ գտնել։ Էլ ինչպես է տարբերակում։
այդ դուք մանկական ռևմատոլոգ եք եւ բնականաբար հենց առաջին ձեզ եմ դիմում ամենայն հավանականությամբ։ Ոնց է կարողանում տարբերակել, այսինքն կան ինչ որ կլինիկական հետազոտություններ, կան անալիզներ, որոնցով դուք կարողանում եք տարբերել։ Աճման ցավ ախտորոշումը դրվում է վիճակի տիպիկ նկարագրության հիման վրա եւ կլինիկական զննմամբ պաթոլոգիայի շղթման դեպքում, այսինքն չկա հատուկ լաբորատոր գործիքային հետազոտություններ, որոնցով մենք կհայտնաբերենք կամ կժղթենք աճման ցավերը։ Բայց որոշակի դեպքերում մենք արյան ընդհանուր քննության վիտամին D-ի կամ կալցիումի արյան մեջ իոնիզացված կալցիումի քանակն ենք որոշում։ Շատ հազվադեպ անհրաժեշտ է լինում մի շարք այլ հետազոտությունների կարիք, օրինակ արյան քննություններ, հոդերի ուլտրաձայնային կամ ռենտգեն քննություններ, բայց սա հիմնականում այլ հիվանդությունները շղթելու նպատակով։ Կներեք, ես կարող եմ ասել, երբ ոչ մի այլ պատճառ չեմ գտնում, ասում եմ դե լավ, սա աճման ցավ է։ Եթե կա տիպիկ նկարագրություն, այսինքն երեկոյան ժամերի ցավ կամ գիշերն է արթնանում ցավից, առավոտյան ցավ չի ունենում երեխան, այդ ցավը չի առաջացնում քայլվածքի փոփոխություն կամ հոդերի այտուց, ցավ, շարժման սահմանափակում, եւ եթե չկան այլ զուգահեռ խնդիրներ, դրանցից լինի ջերմության բարձրացումը, քաշի կորուստը, վատ ինքնազգացողությունը, որովայնացավ, գլխացավ, ոչինչ չունի կամ սպոնտան կապտուկներ, գերքրտնարտադրություն գիշերային ժամերին, ուրեմն մենք ունենք աճման ցավ։ Սա իրենից վտանգ կարող է ներկայացնում։ Վտանգ չի ներկայացնում, միայն բուժում պահանջում է։ Հատուկ բուժում չի պահանջում։ Անգամ կան երեխաներ, որոնք թեթև մերձումից ցավը անցնում է, կան երեխաներ, որոնք տաք կտորով փաթաթել անգամ ցավը անցակացնում։ Հաջորդ հարցը երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, առողջության վտանգ չի սպառնում, բայց երեխաց է։ Ու դիմում է ասում է ցավ ունեմ, ուզում ես օգնես։ Ոնց օգնեմ։ Առաջնահերթ պետք է հետազոտվել է, վերել ենք ձեզ մոտ, դուք նայել եք, ասել եք, սա աճման ցավ է։ Վտանգավոր ոչինչ չկա։ Հաջորդ հարցը բնականաբար ձեզ տարվելու է, ասելու է, լավ, բա ինչ անենք։ Առաջնահերթը ծնողին պետք է ուսուցանել, որ սա բարորակ եւ ինքնալավացող վիճակ է։ Ինչպես նշեցի, արդեն հիվանդություն չի, կմեծանա կանցնի։ Պետք է բացատրել ցավը մեղմացնելու միջոցները, դա լինի մերսումը, ինչ որ մի ձև տաք շորով փաթաթելը, անգամ միջև քնելը տաք լոգանքը որոշակի չափով կարող է նվազեցնել ցավի ինտենսիվությունը։ Սակայն երբեմն որոշ երեխաների դեպքում, որոնք կամ ավելի հաճախ են ունենում, կամ էլ ցավը ավելի ուժեղ են զգում, ցավազրկման կարիք է լինում, բայց ոչ բոլոր դրվագների դեպքում։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, կարծում եմ երևի թե այսքանը բավարար էր հասկանալու համար ինչ են իրենցից ներկայացնում աճման ցավերը, հասկանալու համար, որ դրանք վտանգ երեխայի կյանքին ու առողջությանը չեն ներկայացնում, հասկանալու համար, որ սրանք տարիքի հետ միանշանակ անցնելու են։ Իսկ իմ հյուրը այսօր մանկական ռևմատոլոգ Սուսաննա Արուստամյանն է, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Գիշերային լուսավորությունը կարող է սրտի հիվանդությունների պատճառ դառնալ։ Օդի աղտոտվածության դեմ, որը նաև սրտի առողջությունն է վտանգում, Չինաստանում որոշել են պայքարել էկոշենքերի միջոցով։ Առողջապահության ոլորտի նորություններ, որոնց մասին գուցե չեք լսել։ Գիշերային լույսերը մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիան 2025-ին ներկայացրել է իր վերջին հետազոտությունը։ Բժիշկ Շադի Աբու Հաշեմի ղեկավարած թիմը 450 առողջ մարդու է հետազոտել, որոնք չեն ունեցել սրտային որևէ խնդիր։ Պարզվել է, ինչպես օդի աղտոտվածության եւ աղմուկի, այնպես էլ գիշերային լուսավորության դեպքում մարդու ուղեղում սկսում են ակտիվանալ սթրեսային կենտրոնները։ Դրանք իրենց հերթին պատճառ են դառնում արյունատար անոթների բորբոքումների։ Բոլոր այս ախտանշանները հետազոտողները հայտնաբերել են այն մեծահասակների մոտ, որոնք գիշերային ակտիվ լուսավորության ազդեցության են ենթարկվել։ Նրանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը մեծանում է 35%-ով։ Օդի աղտոտվածության տարեցտարի սրվող խնդրի ֆոնին Չինաստանն աշխարհին է ներկայացնում իր նոր ձեռքբերումը՝ զրոյական ածխածնային հետք ունեցող գրասենյակային կառույցը։ Կինդաո քաղաքում կառուցված շինությունն իր տեսակով առաջինն է աշխարհում։ 117 մետր բարձրություն, 23 հարկ, օրական սպառվող 6000 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա եւ այս ամենը բացառապես էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին։ Շենքի պատերը պատված են արևային վահանակներով, որպես էներգիայի պահեստավորման համակարգ էլ կիրառվում են էլեկտրական մեքենաների մարտկոցները։ 24000 միկրոսենսոր վերահսկում է էկոգրասենյակի բոլոր ենթակառուցվածքները, կարգավորելով ջերմաստիճանը, լուսավորությունը եւ օդափոխությունը։
Այս ամենի շնորհիվ շենքը տարեկան կրճատում է 2500 տոննա CO2 ածխաթթու գազի արտանետում։ Արդյոք կանաչ ճարտարապետության այսպիսի նմուշները կլուծեն օդի աղտոտվածության հիմնախնդիրը, շնչուղիների բորբոքումների, սիրտանոթային խնդիրների, ինսուլտի, թոքերի քաղցկեղի, ասթմայի, մեռելածնության եւ վիժումների դեպքերի աճ։ Այս բոլորը առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով ուղղակիորեն կապվում է հենց օդի որակի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալներով օդի աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդությունները տարեկան 7 միլիոն մարդու կյանք են խլում։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք կարևորի մասին։ Իմ հյուրը այսօր էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանն է, ողջույն բժշկուհի։ Մազաթափությունը կյանքի համար որևէ վտանգավոր նշան կարող է լինել։ Վտանգավոր հիվանդության ախտանշաններից կարող է լինել իրականում, օրինակ երկաթի դեֆիցիտ, օրինակ հիպոտիրեոզ։ Բայց իրականում մազաթափությանը կարելի է մի քիչ ավելի հանգիստ վերաբերել։ Դա ընդհանրապես ախտանշան է, որը որ մեզ կարող է ինչ-որ բանի մասին հուշել։ Բաց թողել պետք չէ։ Իրավունք ունեն մազերը ինչ-որ X քանակությամբ ամեն օր թափվել։ X քանակությունը կարող ենք մեր հեռուստադիտողների համար պարզաբանել, միջինում գրականության 80-ից 100 մաս օրական կորուստը համարում ենք նորմալ։ Այսինքն եթե դուք արտանում եք եւ բարձի վրա մի քանի մազ եք տեսնում, դրանից սարսափահար մազերը թափվում են, բացարձակապես կարիք չկա։ Ոչ։ Եթե արդեն նկատում ենք մազածածկույթի նոսրացում, բաց օջախներ, ընդհանուր գագաթի կամ ճակատային հատվածում մազաթափության օջախներ կամ դիֆուզ մազաթափություն, իսկ դու դեռ չեք ամուսնացել, կամ թեկուզ ամուսնացել են, ամեն դեպքում լինի կին, լինի տղամարդ, նաև էսթետիկ առումով կարող է ընկճել պացիենտին եւ դա եւս, ասեմ, որ ստրեսը, անգամ մազաթափության իմաստով ստրեսը կարող է ել ավելի խորացնել մազաթափության խնդիրը։ Այդ է պատճառը, որ եթե նկատում եք նման ակնհայտ ախտանշան, չի բացառվում լինեն նաև այլ ախտանշաններ, պետք է դիմել մասնագետին, առաջին հերթին իհարկե կամ մաշկաբանին, կամ էնդոկրինոլոգին, արդեն կապված։ Եթե դուք ում եք ընտրելու, դուք միանգամից կամ-կամով գնացիք։ Որովհետև միայն մազաթափությամբ դիմել էնդոկրինոլոգին, եթե այլ մարմնական խնդիրներ, գանգատներ չկան, չեմ կարծում, որ անհրաժեշտ է, պետք է առաջինը դիմել մաշկաբանին, եթե մաշկաբանը կտեսնի, որ կարիք կա նաև էնդոկրինոլոգի խորհրդատվության, միանշանակ կկատարվի նաև էնդոկրինոլոգի խորհրդատվություն։ Մի քանի տեսակի մազաթափություն, օրինակ կա օջախայի, երբ որ տեսնում ես ինչ-որ մի հատվածում թափվեց, եւ կա այսպես դիֆուզ, երբ որ համամասնորեն թափվում են մազերը։ Տարբերություն է։ Տարբերություններ կան, օրինակ մաշկաբանները կփաստեն, որ աուտոիմուն օջախային մազաթափումները կամ նույն ինֆեկցիոն վարակային բնույթի մազաթափումների ժամանակ կարող են լինել օջախներ կամ մաշկը դերմատոսկոպիայի ժամանակ նկատում են կարմրածություն, սպեական հետքեր, վերքային պրոցեսներ, այս դեպքում իհարկե մաշկաբանը աշխատանք ունի անելու։ Բայց եթե նկատվում է դիֆուզ կամ հենց անդրոգենատիպ, համարենք, երբ առաջնահերթ մազաթափությունը առաջանում է գագաթի եւ ճակատի հատվածում եւ նկատում ենք մազային ֆոլիկուլների բացակայություն, այսինքն ֆոլիկուլներ չկան, այդ դեպքում արդեն էնդոկրինոլոգը եւս պետք է միանա։ Եկեք բաժանենք մի քանի խմբի։ Երեխաների մոտ մազաթափություն։ Երեխաների մոտ մազաթափությունը 10-12 տարեկան երեխա է, լավ փարթամ մազերով, հանկարծ նկատում ենք մազաթափություն։ Ինչ ենք մտածում, որ կարող է երկաթ դեֆիցիտային վիճակ, կալցիումի դեֆիցիտ, վիտամին D-ի դեֆիցիտ, նուտրիենտների դեֆիցիտ, որովհետև օրգանիզմը աճում է, կարիք ունի լրացուցիչ նուտրիենտների եւ բնականաբար բավարար չստանալու դեպքում կարող է դիտվել։ Ծննդաբերությունից հետո ցինկի դեֆիցիտն է հիմնական խնդիրը, բացի երկաթի, վիտամին D-ի, կալցիի, մնացած նուտրիենտների հիմնականում ցինկի դեֆիցիտ են ունենում նաև հղիները եւ հիպոտիրոզ կարող է լինել ուղղակի։ Շատ ծանր են տանում, երեխային բերեցի, հերիք չես, երեխան այստեղ լացվում է, իրան պետք է հետևեմ, կերակրեմ, մի հատ էլ մազերս են թափվում, այդտեղ կարող ենք հանգստացնել, որ սովորաբար սա վերականգնվում է։ Հետո վերականգնվում են։ Եվ գալիս են ձեր մազերը արդեն նույնն են ինչ որ կան։ Գնացինք մի քիչ մեծացանք։ Դաշտանադադար Դաշտանադադարի տարիքում կարող է լինել մազաթափություն,
դիֆուզ կամ գագաթա ճակատային հատվածի, դրա եթե չունենք որևիցե գինեկոլոգիական ախտաբանություն ուռուցքային, որը արտադրում է արական սեռական հորմոններ, այսինքն այնպես չի, որ արագ զարգացավ process-ը, հա, աստիճանաբար է լինում եւ բացառվել է գինեկոլոգիական խնդիրը։ Այդ պարագայում պետք է հիշենք, որ դաշտանադադարի տարիքում արական սեռական հորմոնների քանակը հարաբերականորեն սկսում է գերակշռել էստրոգենների, իգական սեռական հորմոններին եւ այդ մեխանիզմով իրենք սկսում են ախտահարել անդրոգեն կախյալ հատվածները։ Եկանք տղամարդկանց, որոնք երբեմն ասում են, ես ընդհանրապես ինձ համար լավ է դա խոսում է նրա մասին, որ իմ արական հորմոնները այնքան շատ են, որ այդ մազերս այսպես թափվել են։ Եթե փարթամ մարմնային մազածածկույթ ունի տվյալ պացիենտը կամ տղամարդը, բայց գլխի հատվածում այսպես կոչված ճաղատություն է ձեռք բերում եւ ունեն մայրիկի կողմից, հա, քեռի, պապիկ ճաղատություն ունեն, մենք կարող ենք մտածել գենետիկ փոխանցվող տիպի մասին, մազաթափության, երբ ուղղակի ֆոլիկուլների անոթներն ունեն բարձր զգայունություն անգամ նորմալ տեստոստերոնի նկատմամբ եւ դրանք ուղղակի ենթարկվում են քայքայման։ Որոշակի դեղամիջոցների ընդունում ուռուցքային պացիենտների մոտ քիմիոթերապիայի ժամանակ շատերը շատ էմոցիոնալ են, սա զգայական շատ դժվարությամբ են տանում, բայց մենք նրանց բոլորին համոզում ենք ու բացատրում ենք, որ դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում։ Այո, դեղամիջոցի ազդեցության հետևանքով է եղել եւ հետո վերականգնվում են ու ասենք, որ շատ ավելի փարթամ մազածածկույթ է վերականգնում, շատ ավելի պինդ, շատ ավելի հաստ մազերով, ավելի որակյալ վազերով։ Քովիդին պետք է անդրադառնանք։ Քովիդի մասին մենք ընդհանրապես շատ քիչ բան գիտենք։ Ճիշտ է, ասում ենք արդեն անցանք, արդեն սովորեցինք եւ այլն, բայց հավատացեք, մենք դեռ երկար տարիներ պետք է ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ընդհանրապես կատարվեց։ Ես միշտ ասում եմ, ամենահասարակ բանը քովիդի ախտանշաններից ասում են, չէ, բան չկար, շատ թեթև հոտառությունն էի կորցրել, համի զգացողությունն էի կորցրել, իսկ մեր օրգանիզմի որ հատվածն է պատասխանատու հոտառության եւ համի համար, դա կենտրոնական նյարդային համակարգն է, այսինքն սիրելիներս, ձեր կենտրոնական նյարդային համակարգը ախտահարված էր եւ միայն հոտով ու համով չէ, մենք տարիներ հետո կիմանանք դրա ազդեցությունը, թե այդ կենտրոնական նյարդային համակարգը ախտահարվելուց հետո, տարիներ հետո մեզ մոտ ինչ լուրջ խնդիրներ կգան։ Մազաթափություն, այո, մենք նկատում ենք մազաթափություն քովիդից հետո։ Այո, շատ պացիենտներ նշում են, որ նախկինում փարթամ մազեր են ունեցել եւ քովիդային վարակից եւ վերջին շրջանում, հա, վիրուսն երբ ամեն սեզոնին մենք ունենում ենք վիրուսային վարակների աճ, այդ վարակներից հետո պացիենտները նշում են, որ վիրուսից հետո եղավ մազաթափություն, դա իրականում բացատրվում է բորբոքային մարկերներով եւ իհարկե նաեւ հետագայում երկաթի եւ ցինկի իջեցումով օրգանիզմում, որոնք այդ ժամանակ վիրուսի ժամանակ զբաղված են լինում կարևոր հարցով, իմունային պատասխանի հարցով, հետագայում դեֆիցիտ է զարգանում, բայց դա վերականգնելի process է իրականում։ Եվ վերջում երևի թե բոլոր նրանց համար, ովքեր շատ լուրջ են տանում այս խնդիրը, որոնք տառապում են այս խնդրելով, ասենք, որ այո, մազերի փոխպատվաստումը այո, շատ աշխատող, շատ ռեալ, շատ հեշտ տարբերակ է։ Մի քիչ իհարկե տհաճություններ կան, մեկ օր դուք ծախսում եք այդ ամեն ինչի վրա, բայց եթե չկան ինչ-որ լուրջ հիվանդություններ, այլ սովորական մազաթափություն է, ապա ցանկացած բուժարուի մոտ այս հետևի հատվածում այստեղ մազեր միշտ կան եւ այստեղից կարելի է վերցնել հենց սեփական մազերը եւ հատուկ ապարատներ կան, որոնք որ հնարավորություն են տալիս, հատուկ մասնագետներ, որոնք թույլ են տալիս գտնել մի քանի ֆոլիկուլներ ունեցող, այսինքն մի քանի մազ պարունակող այդ մազարմատները, որպեսզի ավելի մեծ հավանականությամբ եւ մեկ օրվա ընթացքում ճիշտ ասեմ կրակել, բայց այսպես շարելով գնում ես, մինչև 3000 մաս կարելի է փոխպատվաստել եւ մինչև 80-90% կպչունակություն ունի, այսպես ասենք, եւ վերականգնվում է, այնպես որ կարելի է եւ այդ միջոցով վերականգնել, վախենալու ոչինչ չկա, ընդհանրապես պետք է հասկանալ պատճառները, կամ դեղորայքային, կամ առողջական խնդիրներ, կարգավորել եւ եթե էլ եմ ասում, վերջում փոխպատվաստումը կա ու կա։ Մենք խոսում ենք մազաթափության մասին, իմ հյուրը այսօր էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանն էր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ Գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք մազաթափության մասին։ Նորմայում գլխի մազածածկ մասից օրական թափվում է շուրջ 70-ից 100 մաս։ Եթե անհրաժեշտ դիմել բժշկի, եթե նկատում եք
դանդաղորեն հարաճող մասերի նոսրացում, եթե օրական թափվում է 100 բազից ավել, եթե կան կլորավուն մազաթափված օջախներ, եթե կա գլխամաշկի կարմրություն, քոր, թեփոտում, որը հաճախ ուղեկցվում է մազերի նոսրացումով։ Մազաթափության հնարավոր պատճառները կարող են լինել վիտամինների, միկրոէլեմենտների պակասը օրգանիզմում, վիրահատություններ, խիստ դիետաներ, նյութափոխանակային էնդոկրին խանգարումներ։ Կան տարածված միֆեր, որ օրինակ ճաղատացնելը կամ հաճախակի մազերի կտրելը կարող է նպաստել մազերի աճին։ Իրականում դա միֆ է, քանի որ մազերի երկարությունը որևէ կապ չունի մազաթափության հետ։ Ինչը կարող է հաճախ վնասել մազերը, հաճախ ներքումները, խորը մաքրող շամպունների հաճախակի կիրառումը, մազերի երկարատև թաց խոնավ թողնելը, կոպիտ սաների օգտագործումը, ցրտից արևից չպաշտպանելը։ Դրա համար հարկավոր է մազերը մշտապես պաշտպանել, լոգանքից հետո արագ չորացնել մազերը, կրել գլխարկներ ցուրտ եղանակին եւ արևից պաշտպանել հատուկ SPF միջոցներով։ Մազաթափությունների որոշ տեսակների դեպքում իրականացվում է մեզոթերապիա։ Մեզոթերապիան դա ներարկումային միջամտություն է, երբ դեպի գլխամաշկ է ներմուծվում պեպտիդներով, սպիտակուցներով, ամինաթթուներով, միկրոէլեմենտներով հարուստ մեզոկոկտեյլը։ Մազարմատները սնուցվում են, որի արդյունքում դիտվում է մազերի աճ, դադարում կամ դանդաղեցվում է գործընթացը մազաթափության, մազերին հաղորդում ենք ծավալ եւ վերականգնում ենք մազերի փայլը։ Մեզոթերապիան իրականացվում է միջինում 7-ից 10 անգամ, շաբաթական 1 անգամով։ Սովորաբար արդյունքը տեսանելի է լինում նվազագույնը 2 ամիս անց։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։